Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար եւ այս պայն հյուրընկալել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանին, բարի երեկո Հրանտ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար եւ մենք բազմաթիվ հարցերի շուրջ ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկում։ Հաղորդման առաջի հատվածի վերջնամասում մենք Սուրենի հետ մի փոքր խոսեցինք մեր հարևան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց ես կցանկանայի առավել առարկայական հիմա փորձել հասկանալ իրավիճակը, որովհետեւ այն առաջին հերթին ուղիղ առնչություն ունի մեզ, որովհետեւ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում փորձ անում իրականացնել պրոյեկտ, որը կոչվում է TRIP կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում Զանգեզուրի միջանցք եւ այդ պրոյեկտի կենսունակությունը բնականաբար առաջին հերթին կապված է տարածաշրջանում պատերազմի եւ պատերազմի արդյունքների հետ։ Եկեք փորձենք հիմա հասկանալ մերձավոր արևելքում ինչ իրավիճակ է։ Դե տեսնում ենք, որ ռազմական գործողությունները վերսկսվել են եւ մի կողմից կարող ենք ասել, որ կողմերը արդեն ահագին շատ կրակել են եւ իրենց պաշարներից այդքան շատ չի մնացել, բայց մյուս կողմից մի քանի ամիս դեռ կարող են շարունակեն վարել պատերազմ։ Ամերիկան իր ուժերի մեծ մասը չի հանել տարածաշրջանից, այսպիսով պոտենցիալը այդ թվում ցամաքային հարձակման պահպանվում է։ Հիմա կարճ փորձենք հասկանալ այս դադարը ինչ է եղել եւ ինչու Ամերիկան գնաց Իրանի համար բարենպաստ պայմանների ստորագրմանը, ու հետո չեղարկմանը։ Ու հետո մեծաշով չեղարկմանը, խնդիրը շատ կարճաժամկետ էր, ինչպես որ Թրամփի հետ շատ հաճախ լինում է, այսինքն Թրամփը ուզում էր նշել Ամերիկայի 250-ամյակը անկախության եւ այդ տոնը չպետք է խանգարեր պատերազմը, իսկ այդ պատերազմը շատ ոչ պոպուլար է Ամերիկայում, այսպիսով ինքը ստացավ դադարը, կողմնորոշվեց եւ հետո նորից սկսեց սրվել իրավիճակը։ Տեսակետ կա ներողություն ընդհատելու համար, որ Թրամփի դադարը նաեւ առաջին հերթին կապված էր պարսկական կողմի զգոնությունը փորձելու թուլացնել եւ կապված էր նաեւ այն հանգամանքի հետ, որ ամսից ավել տված ինտենսիվ ռմբակոծություններից հետո կար որոշակի զինամթերքի պակասություն եւ նա փորձ արեց ընդամենը ժամանակ շահել, որպեսզի օգտագործի եւ վերալիցքավորվեն իրենց նավերը եւ ռազմական տեխնիկան, որոնք առկա են Պարսից ծոցի տարածաշրջանում։ Դա մասամբ ճիշտ է, որովհետև այո, ԱՄՆ-ն վերալիցքավորվեց եւ բերեց նոր զինամթերքը, բայց մյուս կողմից այն, որ պարսկական կողմի զգոնությունը թուլացավ, այդ դա չաշխատեց, որովհետև մենք նաև մեր պարսկական գործընկերների հետ քննարկելուց փորձագետների հարցնում ենք նրանք ինչպես են վերաբերվում, նրանք միշտ ասում են, որ սա կարճաժամկետ է, մենք չենք հավատում, որ սա երկար կտևի եւ այսպիսով մենք պատրաստվում ենք նոր ռաունդի։ Հատկապես երբ ամերիկացիները մի քանի անգամ ստել են եւ իրենց խոստումները դրժել են։ Դե հա, որովհետև մի շատ կարևոր բան պետք է հասկանանք եւ որը շատ հաճախ օրինակ նույն Ռուսաստանում կամ Հայաստանում չի գիտակցվում։ Ամերիկայում եւ Եվրոպայում իրանք ոչ զարգացած պետությունների, հատկապես ասիական, африкյան երկրների նկատմամբ հավասար վերաբերմունք չեն ցուցաբերում եւ չեն համարում այդ երկրները եւ այդ ժողովուրդներին որպես այն մարդ, ում նկատմամբ պետք է խոսքը պահես։ Բարձրից են։ Այո, եւ նրանք ոչ թե համարում են, որ իրանք գցել են կամ խաբել են, այլ նրանք համարում են, որ նրանք ուղղակի լավ մարտավարություն են հնարել, որովհետեւ այսպես ասած թերազարգացածներին լավ կարողացել են թռցնել։ Ու իրականում նույն մոտեցումը կիրառվում է միանշանակ Հայաստանի նկատմամբ։ Սա ուղղակի գիտակցենք։ Հիմա ինչ որ մեմա Պարսկաստանին, ապա նաև մի բան հաշվի առնենք, որ Իրանը ինքն էլ շահագրգռված է եղել վերսկսելու ռազմական գործողություններ։ Ինչու՞։ Որովհետև քանի որ բանակցությունը չավարտվեց իրական պայմանագրով,
եւ պահպանվեց, այսպես ասած, այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, իսկ ԱՄՆ-ն արդեն վերսկսեց բոլոր արևտրային գործողությունները, այսինքն Պարսից ծոցով անցնում էին, իրանցիներին չէին հարցնում, ստացվեց իրավիճակը, որ արդեն դե ֆակտո խախտվում է այս պայմանագիրը, եւ եթե իրանական կողմը ոչ մի բան չանի, ապա ինքը արդեն մնում է ախտատուղթ օրմուզներուցի կորցնում։ Այո, եւ այսպիսով նրանք եւս ինչ որ չափով նախաձեռնել են, այսինքն ոչ միայն ամերիկացիները, այլ իրանք էլ։ Եվ ստացվում է, որ այս ռազմական գործողությունների վերսկսումը երկուսին էլ կարելի ասել այս իրավիճակում ձեռնտու է եղել։ Շատ հայտնի ճշմարտություն էլ կա, տեսեք, զուտ քաղաքագիտական առումով եմ ասում կամ պրագմատիզմի տեսանկյունից։ Միացյալ Նահանգների թե ակադեմիական շրջանակներում, թե դիվանագիտական շրջանակներում դոմինանտ կարծիք կա, որ պատերազմով, առավել եւս չծրագրված պատերազմով, իսկ Մարկո Ռուբիոյի հայտնի խոստովանությունը հիշում եք երևի, որ մեկ Իսրայելը պատերազմ էր սկսելու, Իրանն էլ հարվածելու էր, մենք էլ հակամայիսներ քաշվելու ենք, դրա համար առաջինը մենք հարվածեցինք։ Ինչևէ, ամերիկյան շրջանակներում գիտական, դիվանագիտական կա անկալում, որ պատերազմով խնդիրը չի լուծվելու, այսինքն իրանք որևէ ստրատեգիական հարց չեն լուծելու, այսինքն Իրանը չի կորցնելու ամբողջականությունը, սահմանադրական կառավարման կարգը չի փոխվելու, նույնիսկ հրթիռային ծրագրերի կամ միջուկային ծրագրերի չեղարկման հարցը չի լուծվելու։ Մյուս կողմից Իրանում էլ կա գիտակցում, որ այն ստատուս քվոին, որ հասան, սա պատերազմ էր, որտեղ Միացյալ Նահանգների ու Իսրայելի չհաղթել հավասարազոր էր պարտության, Իրանի չպարտվելը հավասարազոր էր հաղթանակի։ Այսինքն ոնց որ թե մի հատ ստատուս քվո է ստեղծվել, որը բեկելու, որակապես բեկելու հնարավորություն կողմերից որևէ մեկը չուներ։ Այս պարագայում ինչի էլի պատերազմել։ Շատ լավ հարց է, այն առումով, որ իրականում այո ակադեմիական եւ նաեւ քաղաքական շրջանակներում Ամերիկայում այդ գիտակցումը կա, բայց քաղաքական որոշումների մակարդակում շատ լուրջ կասկած կա, որ Ամերիկայում քաղաքական որոշումների մակարդակում այդ ակադեմիական շրջանակների think tank-ների կամ նույնիսկ տարբեր էլիտային ներկայացուցիչների կարծիքը հաշվի չի առնվում։ Եվ այդտեղ օրինակ իսրայելական լոբին գերիշխող դեր է խաղացել, պլյուս Թրամփի մտադրությունները, իր երկարատև քաղաքականությունը, որի մասին ինքը այդքան խոսալով, բայց որոշ բաները չի ասում, եւ այլն։ Այսպիսով ստացվում է, որ այդ գիտակցումը, որը կա Ամերիկայում, այո, ինքը չի տրանսֆորմացում քաղաքական որոշումների մեջ։ Եվ մենք տեսնում ենք սխալները։ Գիտահեն կամ փաստահեն կարծիքները եւ պրակտիկ քաղաքականությունը խզված են փաստացի։ Իդեպ ինչպես նաեւ Հայաստանում։ Հայաստանում վաղուց է այդպես։ Հայաստանում վաղուց է այդպես։ Ես մեկ բան հավելեմ, շատ կարևոր դիտարկումներ արեցիք։ Հրեական լոբիի ներգրավվածության մասին ուղղակի բաց խոսեց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, բառացի մեղադրելով Իսրայելին, որ նա տորպեդահարել է բանակցային գործընթացը։ Եվ այստեղ տեղին է օգտագործել Իսրայելի լոբի տերմինը, որովհետև օրինակ նույն Միացյալ Նահանգների հրեական համայնքի շատ ներկայացուցիչներ շատ բացահայտ քննադատում են Իսրայելի քաղաքականությունը, այստեղ խզում արդեն նույնիսկ այդ կոնտեքստում կա։ Այո, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Թեև ԱՄՆ-ի հրեաների շոշափելի մասը, տոկոսը չեմ ասի, բայց քննադատում է Իսրայելի քաղաքականությունը, քննադատում է սա ինչը, բայց նրանք քաղաքականապես ներկայացում են որպես Ամերիկայի քաղաքացիները։ Իսկ Իսրայելը ու հատկապես Նեթանյահուի այս քաղաքական գիծը ու անձամբ ինքը այդ թվում կազմակերպել են լոբին այնպես, որ այդտեղ արդեն ուրիշ կարծիք չկա։ Այսինքն, այսպես ասեմ, համայնքը այո, զգալիորեն կարելի ասել չի աջակցում այս քաղաքականությանը, բայց լոբին ինքը դրաման եմ ասում, Իսրայելի լոբի ասենք, էլի։ Այո, դե ինքը այս պայդությամբ հրեական ու իսրայելական հրեական համայնքը այո ուրիշ է, բայց հրեական ու իսրայելական լոբին արդեն ձուլված է։ Հիմա ինչ վերաբերվում է այդ Ջեյ Դի Վենսի արտահայտությանը, այստեղ եւս մի կարևոր բան կա, այսինքն մարտավարական ու ռազմավարական նպատակներից
Ուրեմն մի հատ չինացի, բայց ինքը Ամերիկայում է կրթվել ու երկար տարիներ աշխատել, պրոֆեսոր Ձյանը, ինքը նաև կանխատեսումներ է անում ու ինքը մի դեռ 2024 թվականին կանխատեսել է, որ հաղթելու է ընտրություններում Թրամփը ու որ ինքը գնալու է Իրանի դեմ պատերազմին։ Երբ որ իրան հարցրել են, բայց ինչից ես հասկացել, ինքը բացատրեց, որ կա մի քանի չբացատրվող, այսպես ասած, քայլեր, որոնք Թրամփի կողմից ձեռնարկվել են, այդ թվում Սուլեյմանի իսպանությունը, որի հետ նաև ամերիկացիներն են աշխատել, որը իր կարծիքով արդեն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ուներ Թրամփի օրոք մտադրություն այդ պատերազմը սկսելու, բայց քանի որ Թրամփը 20 թվականին պարտվել է, դա հետաձգվել է եւ 24 թվականին, երբ որ նա հաղթել է, 25 թիվը սկսվում է եւ արդեն Իսրայելը հարվածում է, իսկ հետո արդեն 26 թվականին լայնածավալ պատերազմը սկսվում։ Այսպիսով իրականում Թրամփի ու Թրամփի մեր շրջանակներում այդ նախագիծը կար այս պատերազմը սկսելու եւ դրա մեջ ընդգրկվելու եւ նույն պրոֆեսոր Ձյանի կանխատեսումներով, այսպես ասեմ, այս պատերազմը արագ չի բարձնելու ու ինքը ունենալու է շատ խորը հետևանքներ, այդ թվում համաշխարհային առևտրի համար եւ այդ թվում համաշխարհային գյուղատնտեսության համար։ Ինչու գյուղատնտեսության համար, որովհետեւ բերքը շատ է կախված տարբեր նյութերից, որոնք արտադրվում են եւ արտահանվում են Միջին Արևելքից եւ Պարսից ծոցի երկրներից։ Եվ այսպիսով այստեղ շատ լուրջ ռիսկեր եւ վնասներ կան, այդ թվում եւս մի հանգամանք, այս վերջին մի քանի ամիս խոշոր պետությունները, այդ թվում Չինաստանը ու ԱՄՆ-ն ծախսում էին իրենց նավթային պաշարները։ Եվ դրա համար նավթի գինը չաճեց մինչև $200 եւ այլն, բայց իրանք արդեն իրանց պաշարների կեսից ավել ծախսել են։ Եթե այս ճգնաժամը չկանգնեց, իսկ վարսիկները 3-4 տանկեր խոցեցին, այսինքն նրանք ցույց են տալի, որ ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, իրանք մտադրված են իսկապես պատերազմելու, ապա այդտեղ ուրեմն ոչ մի նավը չի անցնելու, համենայն դեպս առևտրական եւ այսպիսով այո այդ առևտուրը կանգնելու է եւ հետևանքները համաշխարհային տնտեսության համար լինելու են արդեն։ Քանի որ առաջ մի բան կարդացի, ես չգիտեմ դա լոգիստիկ առումով ինչքանով արագ հնարավոր անել, բայց կա տեղեկատվություն, արդեն բաց տեղեկատվություն, որ Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները մտադիր են Հորմուզի նեղուցը շրջանցող նոր լոգիստիկ երթուղային ցանցեր շահագործել, դա ինչքանով է իրատեսական, ինչքանով արագ կարող է։ Եվ ի դեպ նաև ցանկանայի հետևյալի մասին խոսեինք։ Մենք տեսնում ենք, որ այս շրջափուլում հուսիտներն են ակտիվացել եւ առարկայական խոսակցություն է գնում այն մասին, որ կարող է փակվել եւս մեկ շատ կարեւոր հանգույց, Բաբ էլ-Մանդելի նեղուցը։ Այսինքն այդ այլընտրանք, այդ խնդիրն էլ է առաջանում, դրա համար այդ այլընտրանքային մարշրուտների հարցը սրվում է, բայց դա ինչքանով արագ հնարավոր անել։ Նախ մեծ ծավալով մատակարարումներ նավթի կամ ուրիշ ապրանքների հնարավոր չի։ Այդտեղ պետք է ենթակառուցվածքները կառուցվեն, առնվազն 2-3 տարի կտևի դա, եթե լուրջ զբաղվեն ու եթե Իրանը չխանգարեց դրան։ Այսինքն Իրանն էլ բնականաբար փորձելու է այնպես անել, որ այդ ծրագրերը իրականություն Այո, ավելին ասեմ, այո, մի կողմից կարող ենք ասել, որ այո, կարող են հանել դեպի Արաբական ծով, առանց նեղուցների եւ այլն արտահանել, բայց քանի որ Իրանը արդեն թիրախը վերցել է այդ ռեսուրսների արտահանման ուղղությամբ կրակելու, ապա նրանք հաստատ ունեն հրթիռներ, դրոններ, որոնք այդքան կարող են անցնել եւ նորից հարվածել նավահանգստին, տանկերներին եւ այլն։ Այո, դա ավելի դժվար է լինելու, լավ, 10-ից ոչ թե 10-ը կխոցեն, այլ 10-ից 1-ը, դա բավական է իրականում, մանավանդ եթե դու ղեկավարում ես, դու այդ նավով երթևեկում ես, դու չես ուզենա այդ 10-ից 1-ը հայտնվես։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է Բաբ էլ-Մանդեբի նեղոցի եւ Սուեցի կանալի, որովհետեւ դա նույն գիծն է, հա։ Դա էլ եթե փակեն, ապա համաշխարհային նավթի 1/3-ը դուրս է գալիս շուկայից եւ այո 20%-ի փոխարեն 1/3։ Այո, եւ դա լինելու է արդեն շատ ավելի մեծ հարված իհարկե, որովհետեւ այդտեղ 12% է եւ ստեղ գալիս է հետեւյալ հարց։ Ուրեմն Իրանը
մի շատ կարևոր բան հասկանանք, եթե օրինակ ԱՄՆ-ում կամ Իսրայելում կամ լիքը ուրիշ երկրներում համարում են, որ իրանական իշխանությունը արդեն ծերինահասցրած, արդեն քիչ-քիչ ամնացել եւ այլն, նրանք ընդհանրապես այդպես չէին համարում, որովհետեւ խուսիտները դրանց երկրորդ ոնց որ կոզիր էին, այո, բայց նաեւ կոզիր էին, որ իրանք դեռ չէին օգտագործում, այսինքն իրանք չէին համարում, որ իրանք վիճակը օրհասական է եւ դեռ կարիք կա այս երկրորդ էշելոնը Համաս օգտագործում էին, նրանց ռեսուրսի մաշեցումով թույլատնում էին հակառակորդներին, հուսիտներին խնայում էին։ Այո, հələ պահում էին ու այդ թվում անձամբ որ կրվում էին արդեն նույնիսկ իրանց իշխանության 3 էշելոն վերացրեցին Իրանի Իսլամական Հանրապետության եւ դիմացավ Իրանը նաեւ դրան, իսկ հիմա արդեն քիչ-քիչ հուսիտները մտնում են խաղի մեջ։ Եվ ստացվում է, որ Իրանը ունի բավական ռեսուրսներ, որպեսզի դիմադրի առանց Ռուսաստանի ու Չինաստանի օգնության, որովհետև իրականում այդ օգնությունը գրեթե չկա։ Եվ այսպիսով ստացվում է, որ Իրանը դեռ ունի խաղակարտեր եւ այս իրավիճակը արագ լուծում չունի, որովհետև այս իրավիճակում այս երկու ուժից Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն մեծ հաշվով վերջը սրա այն է, որ այս երկուսից մեկն է մնալու միջին արևելքում։